Հարգելի գործընկերներ, օրակարգային մեր մյուս հարցը Հայաստան խմբակցության կողմից ներկայացված պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է։ Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյան, պարոն Մինասյան, կխնդրեմ 10 րոպեվա ընթացքում, մինչև 10 րոպեում ներկայացնել նախագծի բովանդակությունը, համեցեք։ Շատ բարի, շնորհակալություն, ներկայացում է պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է, որ ամրագրվի պետական կենսաթոշակների մասին օրենքում դրույթ, ըստ որի սկսած 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող պակասնել պարենային զամբյուղի ամսական արժեքից և իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակասնել սպառողական զամբյուղի ամսական արժեքից։ Որպես հիմք սպառողական զամբյուղների հաշվարկման համար առաջարկվում է վերցնել վիճակագրության կոմիտեի հրապարակված պարենային սպառողական զամբյուղների ամսական արժեքները և ըստ էության առողջապահության նախարարության կողմից ներկայացվող ցուցանիշներին համապատասխան, այսինքն 2432 կիլոկալորիա օրական էներգետիկ արժեքով սնունդի պարենային զամբյուղի մեծությունը և առաջարկում է, որպեսզի պարենային զամբյուղում ներառվող սննդաբնտերքի կազմի, կառուցվածքի, էներգետիկան, պարենային և սպառողական զամբյուղների ամսական արժեքների միջին աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը սահմանելու իրավասությունը վերապահել կառավարությանը։ Առաջարկում է նաև, որ այս կարգը սահմանելու համար նախատեսել 2 ամիս ժամանակահատված։ Նախագծի հիմնական նպատակը ոչ միայն պետական կենսաթոշակների մասին օրենքի մասնավորապես 4-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ ենթակետով ամրագրված սկզբունքի իրացումն է, ըստ որի ուզում եմ հիշեցնել, որ պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքն է կենսապահովման նվազագույն բյուջեի չափի հետ համադրելի պետական կենսաթոշակի նվազագույն չափի ապահովումը, այլ նաև գործող կառավարության ծրագիրը, որի 4-6-րդ կետում կառավարությունը խոստացել է հետևյալը, որ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնի համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։ Այլ կերպ ասած, միսու արյուն հաղորդել թե այս խոստմանը և թե նաև ապահովել օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ ենթակետով նախատեսված սկզբունքի իրացումը։ Աշխատակազմը ազգային ժողովի տվել է առաջարկություններ, որը ամբողջությամբ ընդունելի են մեզ համար և իրացվող են, որևէ խնդիր չկա, որը չեմ կարող ասել կառավարության եզրակացության վերաբերյալ և որին կանդրադառնամ կառավարության եզրակացությունը ներկայացնելուց հետո։ Մասնավորապես կարող եմ 2 ընդհանրական բան ասել, այն, որ երկար բարակ ներկայացված է Սահմանադրության 83-րդ հոդվածով ամրագրված սոցիալական ապահովության իրավունքը ոչինչ չի նշանակում այս ներկայացված առարկությունների ներքո, ուղիղ հակառակը։ Հենց այս հիմնավորումը նշելուց հետո կառավարությունը պետք է բոլոր անդամներով միաձայն կողմ քվեարկել այս նախաձեռնությանը, այլ բան, որ կարող էր առաջարկվել իրականացման մեխանիզմ, ինչ-որ այլ սխեմա, բայց այս պահանջի իրացումը անհրաժեշտություն է սոցիալական պետություն հայտարարված Հայաստանի Հանրապետության համար։ Էլ չասած, որ վկայակոչվում է Սահմանադրական դատարանի 1142 որոշումը 2014 թվականի, իմ խորին համոզմամբ անհարկի, որտեղ այս որոշումը, որ վերաբերում էր պարտադիր կուտակային բաղադրիչի սահմանադրականության վիճարկմանը և որտեղ առաջին անգամ մենք ունեցանք մեծ հաշվով քաղաքացիական հասարակության հետ հենց համադրված ընդդիմադիր պատգամավորների կողմից հաջողություն արձանագրված, սա հենց վկայությունն է այս որոշում այն բանի, որ սոցիալական պետությունը և կենսաթոշակը որպես կարևորագույն սոցիալական պետության բաղադրիչ
անվերապահորեն պետք է պաշտպանվի եւ անպայմանորեն պետք է կապ ունենա անձի կենսապահովման նվազագույնը երաշխավորելու հիմնարար սկզբունքի հետ։ Թերևս այս պահին այսքանը։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, հարցեր հարգելի գործընկերներ։